واسه کی از عشق زیر بارون تو خیابون گرمی دو دست عاشق بخونم چجوری از برق نگاهه پر امیده چشمای یه جفت عاشق بخونم وقتی همه خوابی واسه کی از عشق بخونم وقتی همه خوابی واسه چی آواز بخونم همه به دنبال هوس مال و منال و ثروتی به سادگی دروغ میگی آری از صداقتی تو قرن بی حسی قلب عشق معنا نداره واسه کسایی مثل من این دنیا جایی نداره واسه کی از عشق زیر بارون تو خیابون گرمی دو دست عاشق بخونم چجوری از برق نگاهه پر امیده چشمای یه جفت عاشق بخونم وقتی همه خوابی واسه کی از عشق بخونم وقتی همه خوابی واسه چی آواز بخونم Ուրեմն ողջույն ձեզ իմ շատ սիրելի ընկերներ ձեր նոր տարիներ շնորհավոր գեղեցիկ նոր տարվա համար երկեր իմ պատրաստել բայց Facebook-ը բլոկ արավ չթողեց որ ուրեմն Get-up-ի 7-րդ էպիզոդը play-ելներ ես երբ որ լսացիք դրա համար այսօր ոնց իմ երկերից եմ դրել որ ոչոք չկարողանա ուրեմն բլոկանի Անունը վախտի համե խաբիմ ես ինքս կարծեմ ես մի օրվա մեջ եմ գրեմ մի օր նստավ գրամ երկն էլ ընդեից սկսավ որ գնացին Պարսկաստան տուրիստ հետո այն ժամանակ իմ քրոջս տղենից տարավ Էխրաջիայի դոն շատ ջրիկ մուվի էր, ես տես մուվիներ չեմ սիրում, նստակ դու շատ էլ ինչքան կայնան, քանի սերի կայնան միջով գանցինքներ։ Հազիվ ժամը 12-ի 1-ին նստանք նայանք ու 1-2 օր հետո փողոց քայլում եմ էլի մյուս քրոջս տղի հետ, տեսա մատ ֆիլմ էր դրած վախտի համե խաբի, որն Բահրամ Բեյզաուս հարկազների մալ YouTube-ում կոզանակ նայեք։ Այդ ֆիլմը գացին նայամ, սա ինչքան ուժեղ միտք ուներ, ուժեղ լավ ֆիլմ է, շատ լավ ֆիլմ է, բայց հետաքրքիր որ այդ ժամի որ մենք գնացինք մուվի թիաթերի մեջ, ընդամեն 4 հոգի ավել չենք, երկու հատ դպրոցական աղջիկ են, որ կարծես դպրոցից են փախի, մայդ էլ մենք ենք, այդ ֆիլմը որ այդքան իմաստով էր ու գեղեցիկ էր ու շատ իմաստով էր, ես մեր Պարսկաստանի կյանքն էր, Պարսկաստանի ինչի իման են օրինակ ախոններ հիմա ղեկավարում պատճառը որ վախտի համե խաբի եւ իմաստ էր ֆիլմին բայց հետաքրքիր ոչ չէր նայում հետո այն ֆիլմը որ մենակ կոմեդի էր շատ ջրիկ կոմեդի էր այդքան մարդ է շարքային մարդիկ միշտ տենց են հեշտ են սիրում մի բան որ մտածել չուզենա դրա հետ են սիրում հետաքրքիր որ հետևան Պարսկաստանում թեկուզ հայություն չի մնաց մի 10,000 կար հայություն լինի, բայց ինչքան օրգանայզ են, ուրախ երեկոներ նայում ես, ինչքան
Ինձ այդ նոր տարվա գիշեր ամեն աշխուժ ամեն միություն իր համար ծրագիր է բռնում, հետո մատնամ է մեր Լոս Անջելեսի կյանքը, որ ուրախերկոնը հսած պակսում է, թեկուզ օտար, իսինքս օտար ստեյթի, մնդել նույնն էր, իսինքը թեկուզ մարդիկ այդքան չեն հետաքրքրվում էտան միանան, միասին մետեղ երթան, թեկուզ նոր տարու գիշեր։ Ստեյ կյանքն է երևի։ Նոր տարին լավ չսկսավ մեզ, որտեվ կրակներով, բայց ուսով որ տանք վերջան, այս էլ մատ կյանքի մատ մասերից է։ Հիմա պետք է պայքարենք են, հիմա մարդիկ ասում են վիրուս է գալիս, ես ինչ ամ, այս վիրուսն է, մի գնացեք դու, տենցի մտածենք, որ չենք կարող ապրենք, դու միշտ պիտի քեզի ապահովես ամեն կողմից եւ քո նորմալ կյանք ունենաս։ Հիմա մեկ ինչ exaggerate են անում, ասենք ես նայում եմ Պարսկաստանի նյուզը կամ ամեն տեղ Հայաստան ամեն տեղ այնքան մեդիան մեծացել է, որ մեծացնում են Լոս Անջելեսը կրակի մեջ վերջացավ, Լոս Անջելեսը ինքը սկա քաղաք ասեն տոկոս չի կազմում տեղանք որ կրակապռնի, ճիշտ է որ շատ ծախսեր է տալիս պետության, բայց այդքան որ մեծացրել են այդքան չի։ Այսինքն նյուզը մի բանա որ բան են սարքում էլ, մեծացնելով խորակ են սարքում, ուտելիք են սարքում ժողովրդի մոտ, նայես։ Շուտով Թրամփն է գալիս պրեզիդենտ լինելու եւ Բայդենի 4 տարին ավարտում է։ Ասեմ որ ես միշտ դեմոկրատ եմ էլ, դեմոկրատների կողմն էլ պատճառն էլ է որ դեմոկրատները հայկական հարցերի մեջ համեմատաբար ավելի լավ են էլի, ասենք ցեղասպանության հարցի մեջ կամ իմիգրանտներ որ եկել են ավելի լավ են էլի համեմատ ռիփաբլիկյաններին, բայց դա stable չի, կարող է մի օր էլ փոխվի այնպես որ 1930-ականներին նախքան ռիփաբլիկյաններն են լավ էլ իմիգրանտների դիմաց եւ սևերի դիմաց, ճիշտ հակառակը էլի նախքան դա Աբրահամ Լինքոլնի ժամանակ էլ հիշեք, այդ southern state-ները որ դեմոկրատին ամենը ֆեոդալներն ինտրանք սևերի հետ վատին եւ Աբրահամ Լինքոլնը ավելի լավ էր, թե ինքը ռիփաբլիկյան էր։ Այդ որ անընդհատ փոխվում է։ Ես unfortunately դժբախտաբար նայում եմ մեր ժողովրդի մեջ, ես չեմ կամ շատ վիճեմ։ Հիմա իհարկե ոչ մեծ չեզոք են, ոչ դեմոկրատ են, ոչ ռիփաբլիկյան, չեզոք մարդ են, նախկինում էտես մտածում։ Բայց հիմա ոչ մեկ էլ չեմ, ես հավատացած եմ, որ Ամերիկան իր long-term strategy-ն ու short-term strategy-ն շատը long-term, այսինքն long-term-ն հենց որ Ռուսաստանը մեր ճշնամին է, Նորթ Կորեան մեր ճշնամին է, Պարսկաստանը մեր ճշնամին է, Իսրայել մեր հետ է, այդրանք իր քաղաքականություն չի փոխվում։ Short կարճ բաների մեջ կարող է փոխվի, բայց երկարի մեջ չի փոխվում եւ պրեզիդենտները ոչ մի դերի չունեն։ Պրեզիդենտները արտաքին բաների մեջ այդքան դեր չունեն։ Մանավանդ հիմա, այսինքն հիմա օրինակ փոխվում անընդհատ, օրինակ Իսրայելի միշտ հայտնի է որ ռիփաբլիկյանները Իսրայելի պետության շատ են օգտում, շատ են հաստում, բայց հենց դեմոկրատները բանի կռվին, Ղազայի կռվին, այդքան մարդ 46000 մարդ մեռավ ու երեխա մեռավ, 22 միլիարդ դոլար փող են տվել Իսրայելի պետությունը, այսինքն ընդդեմ որ իրանց շահերն, Ամերիկայի շահերն է, իրանք կծախսեն doesn't matter որ ռիփաբլիկյան են եւ դեմոկրատ, բայց մեր հայերի մեջ ես նայում եմ այդ կռիվներն ստեղծում, թեկուզ մեր պարսիկները նույնն է։ Կրակը բռնե կրակի պատճառն է, այս կրակ դեմոկրատներն են, այն մեկ ասում է կրակը Թրամփն արավ։ Ընդհանրապես սիստեմները միշտ սիրում են որ ժողովուրդներին պահեն սև ու սպտակի վրա, այսինքն կամ այս կողես կամ այն կող, իրանք էլ են սիրում։ Ամեն տեղ տենց է նույնը, յանի դու Հայաստանը նայես նույնն է, որովհետև մարդիկ չեն ուզում այդան, եթե մարդը դա ինքը հետաքրքրվի, եթե ուսումնասիրի ամեն ինչը քաղաքական, ունենք մենակ չէ դա Fox News նայի, այդ ամեն ինչ նայի։ Եվ ինքը կարող է եւ այդ շարունակա շատացնա կարող է ինձանք ավելի ճիշտ judgment անի ամեն հարցի վրա, չէ որ անընդհատ մի բանը լմա կրակապրոմսը ռիփաբլիկյաններն արան, այն ասում Թրամփն արավ, դժբախտաբար տենց է, մարդիկը դեռ պատասխանես հոգրում եմ ես նախքան ընտրություններն էր, մեկ ասում այ Թրամփ կգաստանցնես կային, ասում ոչ չի փոխվի,
Թրամփը 4 տարի 8 տարի առաջ որ եկավ, սա պատկը կաշեմ, ավելի բետեր է, ավելի շատ մարդ եկավ։ Եթե խղսերին բանա էլ ինչքան պոպուլիստի խոսքեր ես ասում, մարդիկ էլ շատ են սիրում։ Աշխարհը ամենը տենց էլի, քաղաքականություն, քաղաքական մարդիկ ամեն իմալ են տենցի, որտեվ տենց հեշտ անում ժողովրդի խապես։ Դուք ասում եք բան ճիշտ ձևի ասես կարող ոչ բան չանի։ Հիշում եք Նիկոլ Փաշինյանին ասում էր ամենին ասֆալտի հետ մեկ կանեմ փողեր կբերեմ ձեր հետ ինչ որոշում ունեմ կգամ ես հրապարակի մեջ ձեր հետ կկիսեմ մի մարդ որ ինքը քաղաքական գիտակցություն ունենա կիմանով տանք ամեն սուտ է դες բան չի կարող լինի դրանով հանդերձ մենք որ Ամերիկայում ենք ապրում մեր համար կարևոր է որ Ամերիկայի ներքին վիճակը մեկ շլավանա հույսով որ Թրամփ կարողանա եւ հույսով որ քանի որ սենետ ու հասն էլ իր կողքն են հույսով որ կարողանա հույսով վերջապես մեկ քիչ փոփոխություններ պետք է ժողովուրդը մեկ քիչ դժվար են ապրում հիմա հույսով որ լինի դրանք այդքանով այսօր էլ չերկամ այդ ինքս ռեկորդած ռամ իմ երկերից որտեվ մեկ քիչ խնդիր եմ կաշխատեմ մեկ քանի անգամ գոնե տենց անեմ որտեվ որ երգում եմ չեմ ինչի համար մենակ Facebook-ն է տենց անում եւ YouTube-ը բլոգ անում Instagram օքեա լավ մնացեք ընկերներ շատ շուտ կգամ մի շաբաթ եւ մտա հետաքրքիր զրուցք ունեմ ձեր հետ հաջող լինեք bye bye